ես եւ դա օլիմպիադայի ժամանակ էր եւ տեսա թուրքերի, որոնք մեծամտաբար նկարահանվում էին այդ ցուցանակի մոտ եւ ինչ-որ կոմենտներ անում, ներկայացնում, որ այս հնագույն Թուրքիան եւ այլն, ես ջղայնացած այնտեղից ոտքերս ուղղեցի, քայլերս ուղղեցի դեպի հայկական դեսպանատուն։ Դեսպանը լուսահոգի Կարինե Ղազինյանը տեղում չէր, այն ժամանակ դեռ կենտրոնի էր, դեսպանորդը ինձ պատասխանեց, որ դա մեր խնդիրը չի, մենք քաղաքականությունը մեր ուրիշ բան է եւ այլն։ Սա մեր իրական քաղաքականությունն է, այսինքն քաղաքականության բացակայությունը եւ դիվանագիտության կատարյալ տապալումը ընդհանրապես նման մոտեցումները հետագայում ընդամենը 1-2 նվիրալի միջոցով Անգլիայում ապրող լոնդոնաբնակ հայերի միջոցով նաեւ այստեղ մեր պատմության ինստիտուտի գիտնականների միջոցով եւ ակադեմիկոս Դանիելյանի եւ Աշոտ Մելքոնյանի եւ հետագայում պետական այցերի շնորհիվ այդ ցուցանակը փոխվեց եւ հիմա կոչվում է Արևելքի հնագույն արևելյան ինչ-որ հատվածի փոխել են անունը եւ Թուրքիա այլևս չի կոչվում։ Այսինքն ընդամենը 1 մատով, 2 ջանքով, 1 գիտական աշխատությունով կարելի է շատ բաներ փոխել։ Ցանկություն է։ Ընդամենը ցանկություն է պետք եւ ոչ թե փախուստի ճողոպրած սեփական կրիայի պատյանի մեջ պահ մտնելու եւ աշխարհից խուսանավելու